իր ծնունդները նշում էր Մենդիչի տանը։ Իրենք այդ Զելենսկի բնակարանը եւ Զելենսկի բնակարանը նույն շենքի մեջ են։ Հիմա ես բացատրեմ թե ինչի է բացահայտվել հիմա։ Որովհետեւ սիտուացիան շատ հետաքրքիր իրավիճակ է, ինչ է բացահայտվել։ Դա շատ խորը պատճառներ ունի, որովհետեւ մենք հասկանանք թե ինչ է լինելու Հայաստանում։ Տեսեք, ուրեմն ով է բացահայտել, հարգելի ժողովուրդ։ Բացահայտել է իրանց հակակոռուպցիոն կոմիտեն, այնտեղ կա երկու կառույց, գլխավորը ՆԱԲՈՒ կոչված կառույցն է, որը հակակոռուպցիոն համակարգ է, որը ենթարկվում է ոչ թե Ուկրաինայի իշխանությանը, այլ փաստացի ղեկավարվում է ամերիկյան ՖԲՌ-ի կողմից։ Ամերիկացիներն են կառավարում այդ կառույցը։ Այսինքն ամերիկացիները պայմանավորվել են ուկրաինացիների հետ, որ քանի որ մենք ձեզ տալիս ենք մեծ ֆինանսական օգնություններ, որպես այդ օգնությունները չթալանվեն, որպեսզի մենք երաշխիք ունենանք, որ դուք չեք կոռուպցիայի մեջ թաթախվելու դրա մեջ, մենք պետք է վերահսկենք մեր փողերը, քանի որ առողջի բաժինը ամերիկացիներն են տալիս, իրանք հատուկ ստեղծել են այդպիսի կառույց, որպես այդ կառույցը վերահսկեր նաև Զելենսկիին, ժամանակին Պորոշենկոին, այսինքն ուկրաինական իշխանությունը այսօրվա դրությամբ վերահսկվում է ամերիկացիների կողմից այդ ՆԱԲՈ-ի միջոցով։ ՆԱԲՕ-ն բոլորի վրա գործեր ունի, բոլորի վրա կամպրոմատներ ունի, այդ կամպրոմատներով ինքը աշխատում է։ Եվ շատ հետաքրքիր դետալ ասեմ, հարգելի ժողովուրդ, 6 ամսվա մեջ, 6 ամսվա ընթացքում Ուկրաինայի էներգո համակարգում բացահայտվել է $100 միլիոն թալան, տեսեք, $100 միլիոն, բայց հասկանում եք, չէ՞, որ ուկրաինական այդ պորտֆելի մեջ ամենամեծ հարուցի բաժինը դա զենքի ստանալու խնդիրն է, այսինքն զենքը միլիարդավոր դոլարներ են ստացել եւ այդ պորտֆելը թր չի բացվեց։ Իրանք մենակ էներգո ոլորտն են բացել։ Եվ ընդամենը 6 ամսվա մասին է խոսքը, բայց մենք բոլորս էլ հասկանում ենք եւ մամուլում գրվեց, որ ՆԱԲՕ-ն սկսել է լսել եւ հետեւել Զելենսկին արդեն 2021 թվականից, այսինքն 2021 թվականից այդ կառույցը Զելենսկիի վրա հավաքում էր կոմպրոմատ ինֆորմացիա էր հավաքում եւ այս կոռուպցիոն բանը բացվել է ընդամենը 6 ամսվա կտրվածքով։ Ոչ թե 21 Այսինքն դեռ առաջիկա մինչև եկականացնել։ Այսինքն 6 ամսվա մեջ ուկրաինացիները թալանել են ընդամենը ուկրաինական էներգո ոլորտում $100 միլիոն։ Անդր Մենդիչը որպեսի կարողանա ճողոպրի, իրեն թույլ տվեցին, որ ինքը հեռանա Իսրայել, ինքը հրեա էր ծագումով դրա համար։ Ինքը ուներ նաև իսրայելական քաղաքացի, դե ասեմ Զելենսկին էլ էր հրեա, Կալամոյսկին էլ էր հրեա, եւ հրեա եղբայրները։ Հա, հիմա տեսեք, Կալամոյսկում երբ որ դատարանի ժամանակ հարցում են ասում են, հա, ինչի կանոնավորեցին, բանացին, ձերբակալեցին Կալամոյսկին 2023 թվականին, որովհետեւ երբ որ Կալամոյսկին Զելենսկիին բերեց իշխանության, իսկ այդ իշխանության բերելը դա կոորդինացված process էր ամերիկացիների կողմից։ Ամերիկացիներին շահավետ, որտեվ Կալամոյսկին քանի որ օլիգարխ էր, թալանչի օլիգարխ էր, դա բնականաբար շահավետ չէր ամերիկացիներին, որտեվ ամերիկացիներին ասում էին, որ եթե մենք թույլ տանք, որ Կալամոյսկին կառավարի Ուկրաինան, ապա մեր բանի այդ օգնության առողջի բաժինի 50%-ը Կալամոյսկին փոքր կթալանի, պատկերացնում եք, ուրեմն եվրոպացիները տվել են պաշտոնական հաստատված բաներով մոտ $200 միլիարդ օգնություն, իսկ ամերիկացիները Տրամպը հայտարարում է $350 միլիարդ մասին, Զելենսկին հաստատում է մինչև $170 միլիարդ։ Հիմա ձևակերպենք ամենափոքր թիվը $370 միլիարդ, այս 2022 թվականից Ուկրաինան ստացել է $350 միլիարդ։ Հասկանում եք, չէ՞, որ այդ $350 միլիարդ հայտնվել Կալամոյսկու ազդեցության տակ, այդ փողից կեսը կուտվեր։ Հիմա տեսեք, որպեսի դա չլիներ, որտեղ Կալամոյսկին դա բնական եւ բաց, այդպես ասած, հանցագործ է, բոլորը գիտեն դրա մասին։ Ամերիկացիները ահանջեցին, որպեսի Կալամոյսկին խաղից դուրս հանեն եւ 23 թվականին այդ ՆԱԲՕ-ի օգնությամբ Կալամոյսկին ձերբակալեցին։ Հիմա Կալամոյսկին ձերբակալված վիճակի մեջ է, բայց Կալամոյսկում ես վերջերս որ հարցեցին, ասեցին դուք Մենդիչին լավ ճանաչում եք, ինչ կասեք ինքնա ձեր այսօրվա մաֆիայի պարագլուխը, ինքը քթիծաղ տվեց, ասաց որ ես Մենդիչին շատ լավ ճանաչում եմ, ինքը 6 նոց է մեր համակարգի մեջ, ինքը իսկապես Կարլսոնն է, գտեք գլխավոր բանի, իսկ գլխավոր բանը գիտեք ում մասին է խոսքը եւ ակնարկեց Զելենսկին, իհարկե։ Ինչի՞ արևմուտքը որոշեց այդ նես չի էլի որ այսօր պարզ դարձել։ Հիմա կարճ խնդրում եմ։ Շատ կարճ։ Ինչի հիմա որոշեցին այդ բացել։ Այդ բացեց Ամերիկան։ Դա բացեց ավելի կոնկրետ Տրամպը։ Ինչու՞։ Որտեվ Տրամպը որ հաղթեց անցյալ տարի, եկավ խոստում տվեց, ասաց որ հարգելի ամերիկացիներ, ես գալու եմ, պատերազմը կանգնացնելու եմ
եւ այլ զենք չեմ տալու, ջրի փող չեմ տալու ուկրաինացիներին։ Համաձայն ես փաստա։ Ինքը չկարողացավ կանգնեցնել պատերազմը։ Ռուսաստանը կոշտ դիրքորոշում պայեց, Զելենսկին կոշտ դիրքորոշում պայեց։ Ինքը ինչ է անում։ Ինքը որպեսի կարողանա կանգնեցնել, փորձում է ճնշել եւ Ռուսաստանի վրա եւ Ուկրաինայի վրա։ Ոնց է ճնշում Ռուսաստանի վրա։ Ինքը փորձում է սանկցիաներ կիրառել Ռուսաստանի նավթի, գազի վրա բոլոր տեսակի սանկցիաներ կիրառել, որ Ռուսաստանը կարողանա հետ կանգնի։ Զելենսկիի վրա որպեսի կարողանա կանգնեցնել։ Ինքը որոշել է բացահայտել Զելենսկիի հանդալանի մի փոքր մասը։ Ինքը էդի, տեսեք, երբ է բացվել այս տարվա ամռանը, այն ժամանակ, երբ որ Անկորիջում Տրամպը հանդիպեց Պուտինի հետ։ Պուտին-Տրամփ հանդիպման ժամանակ, որպեսի Զելենսկին դառնա, այսպես ասած, ավելի զգավոր չլինի, ամերիկացիները բացահայտեցին փոքրիկ մի հատ մաս Զելենսկիի մասով, բայց Զելենսկին ռեակցիա չտվեց, կան ակնարկեցին, որ տղա ջան, դու պետք է գնաս կոմպրոմիսի։ Զելենսկին մերժեց այդ կոմպրոմիսը։ Իբրև որ Զելենսկին էր որոշում, որ մի հատ դեպի ասեն կոմպրոմիսի, որ վարկանին ուզեին, դա Զելենսկու վրա կար։ Ուրիշ բան, որ սա բանը Եվրոպայի վրա։ Տեսեք, եթե Զելենսկին, տեսեք, նայեք, տեսեք, եթե Զելենսկին, եթե հիմա բացահայտեն, որ Զելենսկին պրամոյ թալանչի է, էլ ոչ մեկին այդ չի բանակցին, ան պետք է արդեն հեռացնեն, համաձայն ես։ Հիմա ամերիկացիները բացահայտում են, ասում են Զելենսկի, մենք գիտենք, որ դու թալանչի ես, մենք բացել ենք արդեն, այսքան ենք բացել, ընդամենը 100 միլիոն ենք բացել, ընդամենը էներգիա ոլորտում։ Կապը Եվ արդեն Ալի Բաբայի անունն ենք տալիս, Ալի Բաբայի անունը դա Երմակն է։ Հաջորդը կլինես դու։ Հիմա արդյունքը ինչ եղավ, հենց այսօրվա դրությամբ, ես ինֆորմացիա եմ ասում, Զելենսկին թռել է Թուրքիա բանակցելու եւ ինքը հայտարարել է, որ գնում եմ Թուրքիա, որպեսզի կարողանան վերցնեն բանակցությունները Ռուսաստանի հետ։ Այսինքն Զելենսկին ճիշտ է հասկացել Տրամպի մեսեջը, ճիշտ է հասկացել, ինքը հասկանում է, որ Տրամպը իրան պատին է դեմ տվել, ասում է, եթե դու հիմա չհամաձայնվես ռուսական պայմանների հետ, ես կբացեմ, որ դու թալանչես, քեզ կգնդակահարեն մարդիկ, որտեղ 1,700,000 ուկրաինացի է զոհվել, Ուկրաինան ոչնչացվել է, Ուկրաինան ոչ մի շանս չունի այլևս վերականգնանալու մոտակա 20 տարվա ժամանակահատվածում, այդ ժողովուրդը մեծ տրագեդիայի մեջ է հայտնվել, 10 միլիոն ուկրաինացի արդեն դրսում է ապրում, 10 միլիոն ուկրաինացի։ Իսկ Եվրոպայի աջակցությունը Մակրոնի։ Հիմա նայեք, եվրոպացիները շոկի մեջ են, դա նաև հարված էր նաև եվրոպացիներին, որտեղ եվրոպացիները ստավկա են դրել Զելենսկու վրա, եթե հիմա պարզվում որ Զելենսկին թալանչի է, հիմա պատրաստվում են նորից նշանակի որ ամբողջ եվրոպական էլիտան կամ սպասարկել է թալանչիին, կամ իր այդ փայ ունեցել որ սպասարկել է։ Համաձայն ես դրա հետ, երկու տարբերակ կա, չէ՞։ Հիմա եվրոպական ամբողջ էլիտան հայտնվել է ծանր վիճակի մեջ, որտեղ ինքը գիտի որ այդ բացահայտումը Տրամպի կողմից է։ Տրամպը նաև հարվածում է այդ էլիտայի վրա։ Իմիջիայլոց Եվրոպայի եւ ազգային եւ աչակոմա բոլոր այդ ուժերը բավականին զգուշավոր են Ուկրաինայի հարցում, ինչքան որ քննադատում են, այն ամենը ասում են, չէ, Ռուսաստանը շատ քիչ բացառությամբ առաջնորդներ են մնացել կամ նախկին առաջնորդներ, որ պաշտպանում են այս կամ այն կերպ կամ գոնե բան լուրջ չեն քննադատում, բայց հետաքրքիր է որ 3 այլևս ոչ մի եվրո, ոչ էլ զենք Ուկրաինային։ Ֆրանսիական հայրենասերներ կուսակցության առաջնորդ Ֆլորինա Ֆիլիպոն քննադատել է Մակրոնին եւ Զելենսկու հանդիպումը այն անվանելով խայտարակություն եւ անպարկեշտ տեսարան։ Եկեք կտոնենք, որ անգամ ազգային ուժերը միջև այս պահը Ֆրանսիայում այսպիսի հայտարարություններ, այսպես կատեգորիկ հայտարարություններ, միշտ տենց է եղել, միշտ էլ հայնասիրական հայտարարություններ չի արել, Լեպենը ասում էր, այո, Ռուսաստանը այսպես է, մենք պիտի պաշտպանենք։ Տեսեք, աջակողմյան ուժերը միշտ նշում էին, որ պետք է մենք նպաստենք, ստիպենք, որպեսզի Զելենսկին գնա կոմպրոմիսի։ Բայց այսօրվա վերնախավը մերժում էր դա։ Դա միշտ տենց է եղել։ Այսօրվա հիմա Տրամպի այս քայլը, որտեղ Նաբուի քայլը դա Տրամպն է, ես ասեմ դες ուզում եմ բոլորը իմանան, որ սա Տրամպի կողմից դեմարշ էր ցույց տալու Զելենսկին, որ ու տեսեք Նիկոլի հետ ասում եք Զելենսկին գնում Թուրքիա, հիմա Զելենսկին կարճել է փրփուրներից կախվում է Էրդողանի փրփուրներից է կախվում, ինչու՞։ Որտեղ ինքը շատ լավ գիտի, որ եվրոպացիները չեն կարա Իրան կոմպրոմիսի գան բան Տրամպի հետ։ Համաձայն ես սրա հետ դու։ Ինքը Հունգարիայի եւ Սլովակիայի ղեկավարի հետ արդեն փչացրել է իր հարաբերությունները։ Միակ երկիրը, որը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի եւ Տրամպի հետ, դա Էրդողանն է։ Ինքը դրա համար եկել է հիմա Էրդողանի մոտ, Էրդողանը դարձել է Զելենսկիի հոգեվոր հայրը։ Հույս ունենալը, որ Էրդողանը մեր հոպլոյի նման։ Հիմա մեր ինքը փաստացի հայտնվել է ծանր վիճակի մեջ եւ կոպիտ ասած հիմա Զելենսկի առաջ կանգնած է երկընտրանք։ Կամ դու պետք է գնաս
Հասկանալի է։ Պայմանագրական քեզ կամ կբացատրի որ դու թալան չի։ Ինչ կապ Նիկոլի հետ։ Հիմա տեսեք, նույն համակարգը Հայաստանում ձևավորվում, բոլորը գիտեն։ Հայաստանում բոլոր նախարարների մի փոխնախարար կոորդինացվում Միացյալ Նահանգների կողմից, բոլոր։ Հա, տենց է, դա բոլորը գիտեն։ Հակակոռուպցիոն կոմիտեն Հայաստանի որ ձևավորված է, այդ մարդիկ, որոնք Այսինքն բոլոր մի տեղակալ առնվազն Ամերիկային Միացյալ Նահանգ։ Այո, նույնիսկ արդեն հայտադրված, որ արդեն նախարարների մակարդակ բարձրացվի դա։ Հակակոռուպցիոն կոմիտեն նույն ձևի, ասեն, որ այդ մարդիկ, որոնք հիմա ամերիկացիների կողմից աջակցվում են, դրանք բավականին նորմալ մարդիկ են, պարկեշտ մարդիկ են, մաքուր մարդիկ են, համեմատած մյուս շրջանակների հետ, որտեղ ամերիկացիները իրանց լավ են պահում, ասում են դուք պետք է նենց անեք, որ իրանք ինչով են զբաղված, փորձում են մաքսիմալ էֆեկտիվ բարեփոխումներ անցկացնել, դրական բանն եմ ասում, ինչպես որ նաև նաբուներ դրական փորձում աշխատացնել, որպեսզի մինիմիզացնել կոռուպցիան Ուկրաինայում։ Դա դրական բացական կողմն եմ ասում, դրականն է, որ այդ մարդիկ Հայաստանում էլ Ուկրաինայում էլ փորձում են դրական ռեֆորմներ անցկացնել, իսկ բացական իրանք հավաքում են նաև կոմպրոմատներ եւ Զելենսկիի վրա եւ Փաշինյանի վրա։ Հիմա Փաշինյանի վրա կոմպրոմատներ հավաքված կա արդեն։ Եվ Փաշինյանը խիստ ինքը այդ վտանգը տեսնում է Զելենսկիի այն ինչ որ հիմա տեսնում է Զելենսկիից ինչ որ կատարվում է, ինքը շատ լավ գիտի որ վաղը կարող է իր հետ կատարվի, եթե հանգարց ինքը ինչ որ մի սխալ բան կատարի, որը դուրս չգա ամերիկացիներին։ Ոչ, այստեղ լրիվ տարբեր բաներ են։ Այնտեղ Թրամփը կոնկրետ ուզում է այստեղ կանգնացնել, էսանել։ Իսկ այստեղ Թրամփը կոնկրետ ուզում է որ Հայաստանը չլինի։ Թուրքիան ամբողջ Հայաստանը վերցնի, բացարձակ պետք չի։ Հիմա տեսեք, ինչ եք ասում, այնտեղ Թրամփի շահական մեն բան ինչ-որ Զելենսկի ցանկացած գնով գնա կոմպրոմիսի, ստեղ ինչա ամերիկացիները սենց են ասում, ասում են հետևյալը, արդեն Զելենսկին արդեն ոչ միայն Թուրքիայի գրպանում է գտնվում, արդեն ամերիկացիներ գրպանում էլ է գտնվում ինքը մեծ հաշվով։ Թուրքիայի գրպանում գտնվում է խաղաղության պատերազմի մասով, ամերիկացիները գրպանում է գտնվում կոռուպցիայի թալանի մասով, որտեղ Ո՞մ ասենք ասում Նիկոլի թե Զելենսկի։ Նիկոլ ասեցիք Զելենսկի։ Որտեղ նույնը Զելենսկին է, նու Զելենսկին Թուրքիայի գրպանը չի գտնվում, Զելենսկին ավելի շուտ ամերիկացիներ։ Նիկոլը ամբողջությամբ գտնվում է դրանց գրպանում։ Հա, հիմա տեսեք։ Այդ խավորն էլ Թրամփն էլ ընդամենը այդ բանը անում է։ Այդ գրպանը կարում է որ իստեղ չգնա Նիկոլը։ Այսքան բան։ Հայաստանում էլ որ կա այդ մաֆիոզ խմբավորումը, որ մեծ կոռուպցիոն գործերով զբաղված, ես կարող եմ կռայեմ ասեմ թե ով է մեր Ալիբաբան եւ ով է մեր Կարլսոնը։ Ես վախենամ Թրամփը դրա ոչ ցանկություն ունենա, ոչ էլ շահագրգիռ լինի, այդ բաց այդ Թրամփը զբաղված է, այդ գրպանը որտեղ գցել են կարում է։ Որ հանկարծ այդ գրպանից դուրս չգնաց, որտեղ գիտի այդ գրպանից գնաց Ռուսաստանը իրան բացարձակ պետք չի։ Անժելա ջան, ես մի բան ասեմ։ Հաշով կյանքը ցույց տվեց եւ իրա։ Երբեք մի ասա երբեք, բայց ես մի բայց եմ ուզում ասեմ, որ ի վերջո Հայաստանում այս խնդիրներով պետքա շատ ակտիվ զբաղվի մեր քաղաքական ընդդիմությունը։ Այո, մեր ընդդիմությունը պետքա զբաղվի այդ գործով, շատ ֆունդամենտալ, որովհետեւ Թե Թրամփի վրա որ հույս դնենք, ես մի օր կգա կասի, բաժե Հայաստանը իմնա ու իմնա։ Հույս դնել պետք չի, բայց ես ուրիշ բան եմ ասում։ Այն որ Հայաստանի այս մաֆիոզ խմբավորումներ ունի իր Կարլսոնը, ունի իր Ալիբաբան, մենք կարող կռայենք թե ով է Կարլսոնը, մենք կարող կռայենք թե ով է Ալիբաբան Հայաստանի կարող է իրանց անունները ուրիշ ունեն, բայց նույն ոլորտն է։ Եվ ըստ էության Զելենսկին Փաշինյանից գրեթե ոչինչով չի տարբերում իր մտածողությամբ, բովանդակությամբ, պատկերացումներով, նույն մարդիկ են իրանք, նույն մարդիկ, ոչ մի տարբերություն չկա։ Ոնց որ Զելենսկիի համար ինքը 1.700.000 մարդ կարա ոչնչացնի, այս մարդը իր համար ասենք այն երեխաները որ գնացին զոհվեցին 4000 երեխան որ գնաց, դա ինչ է իր համար ասենք բանա, թուղթ է, ջուր է, բանա քարը ոչ մի բան չի հասկանում ես ուզում եմ ասեմ որ մենք Հայաստանի քաղաքական ընդդիմությունը պետք է նույնպես կարողանա բացահայտումները ով զբաղվի ոչ միայն ամերիկացիները որոնք նորմալ է որ զբաղվում են բայց իրանք զբաղվում են որպեսզի կոմպրոմատների հատետներ հավաքեն որպեսզի կարողանան ղեկավարեն այս մարդուն եւ այս մենք պետք է այդ խնդիրը օգտվենք դրանից որպեսզի մենք կարողանանք ցույց տանք մեր հասարակության ինչա եւ միաժամանակ մտածենք որ ապագայում մենք այնց համակարգ սարքենք որ մենք կարողանանք զերծ պայենք պետական համակարգը կոռուպցիա դա շատ կարևոր խնդիր է Իդեպ դրա մասին խոսում ենք Զելենսկուի եւ Ուիտկոթի Ստամբուլյան հանդիպումը տեղի կունենա առանց Ռուսաստանի մասնակցությամբ հայտարարել է Պեսկովը մենք կսպասենք եւ կտեսնենք թե ինչ կքննարկվի Ստամբուլում ասել է նախագահի մամուլի քարտուղարը բայց հետո ՌԴ նախագահը բաց է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ստիվ Ուիտկոֆին եւ Թուրքիայի ներկայացուցիչի հետ քննարկումների համար եթե նրանք ցանկանան
Մոսկվային տեղեկացնել Վլադիմիր Զելենսկու հետ իրենց բանակցությունների արդյունքների մասին նշել է։ Ասեմ ինչա ուտկով ինքնաց ինչա ուտկով հետ հանդիպում միջա Ստամբուլում, որովհետև տեսեք Զելենսկին համաձայն է, որ այս սկանդալի հետ կապված, քանի որ Իրան Տրամպը պատինա դեմտվասել է ես հիմա կբացվեմ որ դու թալանչի ես, չէ՞, որպեսզի չբացվի, ինքը պետք է գնա կոմպրոմիսի, չէ՞, բայց որ կոմպրոմիսի գնա չի կարող Մերցի հետ հանդիպի կամ Մակրոնի հետ հանդիպի, որովհետև իրանք այն դաշտից են։ Հիմա Մերցն ու Մակրոնը պետք է մտածեն իրանց ապագայի մասին, որովհետև վաղը ֆրանսիացիները կարող են մեղադրեն, հիշում եք Սարկոզին ինչի նստացրեցին բանտ։ Սարկոզին մեղադրեցին, որովհետև ինքը նախընտրական իր արշավը օգտագործել է Քադաֆի փողերը։ Համաձայն եք դրա հետ։ Իսկ ինչ հրաշիկ ունի օրինակ Բայդենը, որ հանկարծ մի օր չբացահայտվի, որ այն փողերը, որ ամերիկացիները տալիս էին իրան, Զելենսկին, մի մասը չի գնացել հետ Միացյալ Նահանգները Բայդենի նախընտրական արշավի համար, կամ Մակրոնի նախընտրական արշավի համար, կամ Մերցի նախընտրական արշավի համար։ Դա վաղ միսօրը կարող բացահայտվի, հասկանում եք։ Դա մեծ սկանդալ է եւ Տրամպի գրպանում են հայտնել Սարկոզիի պատմությունը այո Ձեզ օրինակ Մեծ Բրիտանիան ակնկալում է, որ ՀՀ կառավարության գործողությունները հայ առաքելական եկեղեցու նկատմամբ կհապատասխանեն Հայաստանի սահմանադրությանը, հայտարարել է Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Ստեվեն Դաութին։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը շարունակում է վճռականորեն հանձնառու լինել ամբողջ աշխարհում կրոնի եւ համոզմունքի ազատության իրավունքի խթանման եւ պաշտպանության։ Սա գիտեք մոտավորապես ինչ է, որ Աննա Հակոբյանի, չգիտեմ, զուգընկեր է կողակից է ամուսինը Նիկոլ Փաշինյանը տանում ձերբակալում է Սամվել Կարապետյան, հետո Աննա Հակոբյանը հայտարարում է, որ է զորակցություն։ Տեսեք, Բան է, Սամվել Կարապետյանի կնոջ, այս Մեծ Բրիտանիայի խավորությամբ Թուրքիայի, կարող է Ադրբեջանն ու Թուրքիան բանի խավորությամբ Նիկոլի իրանց հրամանով չի, դուք եք ամբողջ օրը ասում, որ ինքն ասել է Նիկոլն էլ հարձակվել է։ Իբր թե Մեծ Բրիտանիան էլ հիմա պետք է ասի, մենք էլ ասենք, այս ինչ հումանիստ եւ օրենքով երկիր են, ինչ են հայտարարում։ Տեսեք, բանը Թուրքիան ու Ադրբեջանը մի կողմ թողնենք, բայց այն ինչ որ հիմա կատարում է Նիկոլ Փաշինյանը կոնկրետ եկեղեցու հետ կապված, զուտ արժեքային համակարգի տեսակետից ֆունդամենտալ հակասում է այն ալիքին, որի վրա եկել է Տրամպի իշխանությունը։ Բա թող խոսի, ես դրա համար էի պաշտպանում Տրամպին, բա հիմա ավիրվել նա կապիկություն արեցին, իբր թե բանը Խակեր Կարլսոնը, բայց Խակեր Կարլսոնն էլ է Տրամպից դժգոհ առհասարակ։ Ես համաձայն եմ, տեսեք, հիմա նայեք, Խակեր Կարլսոնը իսկապես Տրամպից դժգոհ, ես էլ եմ Տրամպից դժգոհ, բայց Տրամպին աջակցում եմ։ Բայց ես էլ եմ Տրամպից դժգոհ, որովհետեւ բայց Տրամպի այնուամենայնիվ հենարաններից մեկը ամենակենտրոնականն է, դա այն շրջանակներն են, որոնք իրան աջակցել են զուտ այս արժե համակարգի պատճառով։ Այսինքն այդ արժե համակարգի դեմ դուրս գալը, դա նշանակում է հարվածել նաև Տրամպին։ Տրամպի բանը ворթին պետք է գար Հայաստան, գիտես այդ։ Հասկացեք, հիմա մի հատ այդպես ինչ-որ կապիկություն արեցին։ Չէ, տեսեք, մի րոպե, ես չեմ, մի րոպե, տեսեք, ախր եկեք ինչ ավելի լուրջ մոտենանք այս խնդիրներին։ Մենք պետք է բոլոր ճակատներով աշխատենք։ Մենք պետք է աշխատենք եւ ամերիկացիների հետ, եւ եվրոպացիների հետ, եւ ռուսների հետ, բոլորի հետ պետք է աշխատենք, որպեսզի կարողանանք մենք մեր երկիրը ապահովագրենք այն վտանգներից, որը կանգնած է մեր առջև։ Այդ վտանգներից մեկի անունն ազգանունը Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է։ Եվ Նիկոլ Փաշինյանի քայլերը այս ուղղությամբ, հատկապես եկեղեցու հետ կապված, մեր մասը ճիշտ եք ասում, չէ, այդ առումով տեսեք, մի բան ասեմ դες Նիկոլ Փաշինյանը փորձում էր մի հատ շոու կազմակերպեց եկեղեցականները հրավիրել, որպեսզի իրանց ինքը օգտագործում էր եկեղեցու դեմ։ Ինքը այդպես քարս աշխատեց, խայտարակ եղավ, չէ՞, բայց դա շատ կարևոր է, որ այդ աշխատանքը պետք է, անվաճառ։ Այո, հիմա օրինակ, չէ, ես մեր սփյուռքը, որի հանդեպ ես խիստ դժգոհ եմ, շատ դժգոհ եմ։ Այդ սփյուռքը պետքա հիմա պետքա Միացյալ Նահանգների կրոնական շրջանակներ ակտիվ աշխատանք տաներ, եւ այդ ակտիվ աշխատանքի արդյունքում Չէ, միջարույց ես ասեմ, այդ առումով շատ пассив է երկրորդ նախագահը եւ թիմը։ Այսօր ասենք իրենք հաղթած խորհրդարանում ամենամեծ ուժն է, խորհրդարանական ուժն, այս առումով հիմա պետք է չգիտեմ ինչեր անեն։ Այդ շատ пассив է այս առումով թիմը։ Շատ վատ է աշխատում։ Սփյուռքը նույն Միացյալ Նահանգներում շատ մեծ դեր կարող կատարել կրոնական շրջանակների հետ աշխատում։ Տեսեք, այդ կրոնական շրջանակները ինչ աստիճան են աջակցում Իսրայելին։ Ինչ իսկ առաջինը պետականորեն քրիստոնեություն ընդունած պետության հանդեպ զրոյական վերաբերմունք կա նույնիսկ Հայաստանի տեղն էլ չգիտեմ։ Դե այս մարդիկ հայտարարել են, թող խեղտեն ամեն օր պահանջեն, ասեն կոնկրետ բաներ։ Հայկական սփյուռք որպես այդ բանը միֆը որ կա, իրականում այդ միֆը ուռճացված վիճակ է եղել։ Եվ այդ իմաստով մենք պետք է լուրջ հետևություններ անենք։ Իհարկե իշխանափոխությունից հետո 26 թվականին մենք պետք է նոր կառույցներ փորձենք, նոր կառույցներ ստեղծելով, ձևավորելով
աշխատացնենք այն սփյուռքը այն մակարդակի, ինչպես որ այսօր աշխատացնում են Իսրայելը եւ Հունաստանը, եւ այդ մենք բոլոր պոտենցիալ հնարավորություններ ունենք եւ շատ մեծ պոտենցիալ ունենք։ Դուք վստահ եք, որ այս արդյունքները արդյունք չի սա, այս հետևանքից ինչ որ կա, որ տեղի ունեցավ սրանից հետո, օրինակ Ալիևը չի շտապելու եւ մինչեւ 2026 թիվը չեք մտածում, որ կարող են իրենք, չգիտեմ, 1000, 5000, 10000 50,000 ադրբեջանցի բերել մինչև 26 թվականի ընտրությունը։ Չէ, դա չեմ հավատում։ Դա իրատեսական չի դա, անժեշտ։ Հետևից հայտարարում են խնդիր ունի, քթի ծառայնակ է գնում։ Վտանգ ուրիշ բանի մեջ է, չէ, դա իրատեսական։ Մեկ էլ ինձ ժամանակ ինձ ասում եք Արցախի ադրբեջանական լինելը իրատեսական չի։ Ես դες չեմ ասում։ Բոլորն էլ ինձ այդ էին ասում, ես ասում եմ իրատեսական չի, բայղուշություն ես անում, ոչ իրատեսական բաներ ես խոսում։ Իրատեսական դա չի, իրատեսականը վտանգ ուրիշ բանի մեջ է։ Վտանգը կանոնակ հիմա նույն ադրբեջանական լրատվամիջոցներում քննարկում են հետևյալ խնդիրը։ Իրանք իդեպ այս վաղ շաբաթի ընտրությունների հետ կապված իրանք մի հատ մեծ բանով հոդվածով են հանդես եկել, ապրես Փաշինյան առաջ, ասես մի վերնագրով, հա, իրանք լավ ոգևորված են Փաշինյանի հաջողությամբ, ես կարող եմ այդ հաջողությունը փոխանցել նաև վաղ շաբաթի այն բնակիչներին, ովքեր քվեարկեցին Արգիշտի Մեխակյանին։ Մենք որ բացատրում ենք, ասում ենք, որ դուք փաստացի աջակցում եք Ադրբեջանին ձեր քվեարկությամբ, դա տեղական մակարդակի, այսպես ասած, մտածողություններ, բայց ես որ քանի որ ես կարդացել եմ Մաքս Վեբերին, ես Մաքս Վեբերի պատկերացումները գիտեմ, դա համար ես ձեռնպահ եմ մնում եւ օբյեկտիվ հասկանում եմ, որ չեմ ուզում այլ բան ասեմ, բայց դա փաստը դա է։ Դուք չեք ասել, Կարս Վեբերն ասել։ Վեբերն է ասել, ես կապ չունեմ դրա հետ իհարկե, բայց հարցը իր բանի մեջ է, վտանգ ուրիշ բանի մեջ է։ Ադրբեջանական լուրջ փորձագետներ կան, ասում են, որ քանի որ Փաշինյանի շանսերը մեծ չեն, մենք պետք է օր առաջ մինչև 26 թվական այդ անկլավների հարցը լուծենք։ Այդ վտանգը կա, ռեալ վտանգը կա։ Անկլավների հարց նշանակում է, որ Արարատ ու Արտաշատ Մասիսի շրջան այդ անկլավների հարցի վտանգը հիմա դառնալավ կենտրոնական եւ հիմա Փաշինյանը իր կանալներով փորձում է համոզի Ադրբեջանին, որ մինչև ընտրությունները մի արեք այդ խնդիրը, որպեսզի ես չպարտվեմ, այնտեղ կա վեճ։ Մի մասը ասում է հիմա անենք, որտեղ Փաշինյանը պարտվելու է, մի մասն էլ ասում է հələ պետք չի ձեռ տալ, որտեղ եթե Փաշինյանը հաղթի, մենք ամբողջ Հայաստանը կվերցնենք։ Ինչի ենք մենք մի հատ անկլավներ մինչև 26 թվականը խոչելու։ Այդ վեճը կա իրաց մեջ։ Դինջ ընդդիմությունը նստի ասի մենք պատրաստում ենք 2026 թվականի ընտրություններին, բայց այդ էլ կլինի էլի։ Հիմա գուցե ինչ-որ process-ներ պիտի սկսեն։ Ես դրամալ ասում եմ, որ ոչ թե պետքա սպասել, պետքա ամեն օր աշխատել։ Ամեն օր պետքա աշխատել այդ հասարակության արտահերթ ընտրությունների տանել։ Պետքա ամեն օր աշխատել։ Եվ տանել արտահերթ ընտրությունների եթե պետք։ Այդ արտահերթ ընտրությունների հասկացողությունը, այդ գիտես երբ որ դու աշխատում ես ժողովրդի հետ եւ ժողովրդը ոգևորվում է, ցանկացած բայ դու կարաս դա առաջարկես, որտեղ այս իշխանությունը բոլոր շանսը բանը տեսադաշտում ուներ 26 թիվը, բայց այդ 26 թիվը նաեւ մոռանալ այս աշխատանքը տանել, որ ասել մենք հիմա հետեւողական 8 ամիս պիտի աշխատենք, բայց 26 թվականի ընտրությունների միանշանակ համաձայն թախտին նստած սпасել բախտին, դա քաղաքական ամերսունակություն է։ Պետքա հենց այս պահին ամեն օր ժամով 24/7 ռեժիմով պետք է աշխատել մարդկանց հետ եւ պուլսը բռնած պահել։ Որ պահին որ դու զգում ես, որ արդեն քո ժողովուրդը քո հետ է, դու կարաս լյուբոյ ցանկացած պահ որպես տրիգեր օգտագործես, իսկապես պահանջես արտահերթ ընտրություն եւ օր առաջ արդեն փոխես, բայց նույնպես եմ ասում, սա հնարավորությունների եւ իրատեսության տրամաբանության մեջ պետք է մենք դիտարկենք եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք դա ռեալ դարձնենք, ասենց ասեմ, դա ինչքանով դա հնարավոր կլինի մինչեւ 26 թվականը չեմ